Այսօր եկեք որոշ ժամանակ հատկացնենք Աստվածաշնչի ուսմունքների մասին և մեկ անգամ խորելու համար «Խաչ կռապաշտություն» վերնագրով քարոզով։ Երկար ժամանակ մարդիկ միշտ մտածել են. եկեղեցին պետք է խաչ ունենա։ Այս գաղափարը ամրապնդվել է մարդկանց մտքում։ Սակայն երբ նայում ենք Աստվածաշնչի միջոցով Աստծո տված ճշմարտության խոսքերին, Աստվածաշունչը խաչի ակնածանքը սահմանում է որպես կռապաշտություն։ Տեսնենք Ելից 20-րդ գլուխ 4-րդ խոսք։ Քեզ համար կուրկ չշինես ոչ վերում, երկնքում, ոչ ներքում, երկրի վրա, կամ երկրի տակ ջրերի մեջ եղած բաների նմանությամբ։ Նրանց երկրպագություն չանես չպաշտես նրանց, որովհետև ես քո Տեր Աստվածը, նախանձոտ Աստված եմ, որ հայրերի անօրենության համար պատժում եմ որդիներին մինչ նրանց 3-4 սերունդը, որոնք ատում են ինձ, ողորմում եմ նրանց մինչ 1000-րդ սերունդը, որոնք սիրում են ինձ, պահում են իմ պատվիրանները։ Աստվածաշնչի 66 գրքերում գրված Աստծո խոսքերի շարքում կա մի շատ կարևոր պատվիրան. դու կուռքի չպաշտես։ Այդ իսկ պատճառով, երբ Դանիելը, Սեդրակը, Միսակը, Աբեդնագոն գերի ընկան Բաբելոնում, Դանիելի 3 ընկերները երբեք չխոնարհվեցին ոսկու պատկերի առջ։ Նրանք հնազանդվում էին Աստծո ուսմունքներին, մահվան մոտ լինելիս չէին մասնակցում կռապաշտությանը։ Այս պատմությունը կարող ենք գտնել Աստվածաշնչում։ Եկեք գտնենք Աստծո նույն կամքը Ղևտական 26-րդ գլխում։ Եկեք նայենք Ղևտական 26-րդ գլխի առաջին համարին։ Ձեզ համար չաստվածներ կուռքեր չկերտեք, ձեզ համար արձաններ չկանգնեցնեք, պատկերավոր կոթող չդնեք ձեր երկրում, դրան երկրպագություն անելու համար, որովհետև ես եմ Տերը, ձեր Աստվածը։ Այստեղ Աստված օրենքով խստորեն նախազգուշացրեց. մի խոնարհվեք կուռքերի առաջ, թե դա պատկեր է, թե սուրբ քար կամ փորագրված քար։ Անդրադառնանք Օրենք 27-րդ գլխի 15-րդ հատվածին։ Անիծյալ լինի այն մարդը, որ կոփածո կամ ձուլածո կուռք կշինի Տիրոջ առաջ, պիղծ արհեստավորի ձեռքի գործ, այն կդնի մի ծածուկ տեղ։ Եվ ամբողջ ժողովուրդը թող պատասխանի ու ասի. ինչ ամեն։ Գրված է, որ ամբողջ ժողովուրդը պիտի ասի, շիտակ է արդար անիծուած ըլլալը։ Եթե մենք պարզապես ասենք, խաչը կուռք է, շատերը կվիճեն դրա մասին։ Պատճառն այն է, որ մոտ 1500 տարի խաչի ակնածանքը դարձել է սովորական և բնական նրանց համար։ Ընդհակառակը, նրանք տարօրինակ են համարում, երբ խաչ չկա։ Այնուհետ, կար արդյոք խաչ եկեղեցում Հիսուսի առաքյալների ժամանակ։ Չկար։ Արդյոք խաչ կար Հիսուսի համբարձումից հետո։ Չկար։ Եթե կար, ապա այն օգտագործվում էր միայն որպես մահապատժի գործիք հռոմեացիների կողմից։ Խաչը որպես սրբազան առարկա չէր դիտվում ոչ վաղ եկեղեցու ժամանակներում, ոչ էլ դրանից հետո։ Սակայն երբ եկեղեցին դարձավ ավելի աշխարհիկ կոռումպացված, այն սկսեց ընդունել այլ հեթանոսական կրոնների սովորույթները։ Ի վերջո, այլ հեթանոսական կրոնների վարդապետություններն ընդունվեցին եկեղեցու կողմից։ Խաչը այն արդյունքներից մեկն է, որ առաջացավ այս գործընթացի արդյունքում։